Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ։ Պարոն Ասլանյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Ասլանյան, զրույցը mēs սկսենք վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած, վերջին օրերին կարելի ասել մի թեմայից։ Նիկոլ Փաշինյանը եկեղեցուն եւ հոգեվորականներին ուղղված քննադատական ու նաեւ շատ հաճախ վիրավորական արտահայտությունների մի շարք է սկսել ու նրան միացել են նաեւ ձեր նախկին թիմակիցները, իշխանության մյուս ներկայացուցիչները, նաեւ վարչապետի տիկինն է նման հայտարարություններով հանդես գալի։ Նախ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը եկեղեցիները համեմատեց Չուլանի հետ, ասում է, երբ մտնում ես, այնտեղ ինչ-որ մեկի անպետք հին շորն է կամ կոշիկը, դրան հաջորդեց հոգևորականների արձագանքը ու արդեն բոլորին հայտնի անպարկեշտ արտահայտություններով գրառումը Նիկոլ Փաշինյանի կողմից, այ որպես նրա նախկին թիմակից, որպես ազգային ժողովի պատգամավոր, ձեզ համար այս երևույթը առհասարակ եկեղեցուն ուղղված արշավը նորմալ է, ինչ նպատակ ունի սա, ինչ գնահատական կտակ։ Շնորհակալություն։ Նախ ուզում եմ ասել, որ այն ինչ որ ասելու եմ իրականում բավականին ցավալի է նաև ինձ համար։ Ցավալի է, որովհետև այնինչ ասվել է ոչ մի տեղ, ոչ մի կերպով չի տեղավորվում։ Ես ցավում եմ նաև իմ նախկին թիմակիցների այդ ոչ պատշաճ պահվածքի համար, բայց ես ուղղակիորեն մի բան կասեի։ Երկրի վարչապետը իրավունք չունի, ոչ իրավական, ոչ բարոյական, ոչ այլ առումներով իջնել այդքան ցածր։ Երկրի վարչապետը պետք է մնա իր բարձրության։ Եվ եթե այսօր երկրի վարչապետը իրեն թույլ է տալիս այդպիսի բաներ, Ձեզ պարզ ասեմ, եկեղեցին իմ աչքի լույսը չի, հիմիկվա եկեղեցին, խոսքը հայոց եկեղեցու մասին չէ, այն եկեղեցու մասին չէ, երբ որ մենք դարեդար պետականություն չունենալու պայմաններում մեր եկեղեցին ազգահավաքման գործ է կատարել, մեր եկեղեցին ազգապահպանման գործ է կատարել, եկեղեցու ներդրումները անցյալում որ բերել հասցրել է մինչև այստեղ, չպետք է մոռանալ, դա պետք է տարանջատել այն եկեղեցուց, որից այսօր մենք կամ դժգոհ ենք, կամ գոհ ենք, բայց եթե երկրի վարչապետը իջնում է այդպիսի մակարդակի եւ այդպիսի բան է գրում, կամ այդպիսի բաներ է խոսում, ուրեմն ինքը հաստատում է պարոն Աղազարյանի եւ իմ կողմից արտահայտված այն միտքը, երբ որ մենք մեր կուսակցությունն ենք ստեղծում, որ Փաշինյանը իրեն ամբողջությամբ սպառել է եւ նա պետք է հեռանա, որովհետեւ ուրիշ մի նորմալ երկրում երկրի վարչապետը եթե այդպիսի բան ասեր, դրանից 5 րոպե հետո նա ստիպված կլներ հրաժարական տալու։ Այսինքն կարծում եք եկեղեցուն հոգևորականին ուղղված գրառումից հետո պետք է Փաշինյանը հրաժարական ներկայացնի։ Այո, ես գտնում եմ, որ պետք է հրաժարական տար եւ ներողություն խնդրել, ոչ թե մարդկանցից այն ինչ որ մեկին եւ այլն, այլ եկեղեցուց։ Ես ձեզ խնդրում եմ, որ բոլոր մարդիկ հասկանան, եկեղեցին մի բան է, եկեղեցու այդ մարդիկ, ում ինքը փորձում է վարկաբեկել, մի ուրիշ բան է, եւ հետո ես զարմանում եմ երկրի վարչապետը ինչու է իջնում այդ մակարդակի, որ արդեն հայոյանքներ է գրում։ Դու երկրի վարչապետ ես, դու ամենաբարձր տեղում ես կանգնած, քո ամեն արածը տեսնում են բոլորը, մի սովորական քաղաքացի կարող է մի անկյունում ինչ-որ մի բան անել ու չեն տեսնի, բայց այսօր ոչ միայն մեր երկրի ներսում 3 միլիոն աչք է ուղղված երկրի վարչապետի վրա, այլև ամբողջ հայության, ամբողջ միջազգային հանրույթներն են նայում, ինչ կմտածեն մեր ժողովրդի մասին, որը ունի այդպիսի վարչապետ։ Պարոն Ասլանյան, եթե դուք լինեիք դեռ կուսակցության թիմի անդամ, ինչ կասեիք այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանին, եթե դուրս եկած լինեիք։ Ես երևի թե կասեի, որ պետք է հրաժարական տալ, որովհետև կներեք, շատ մարդիկ ինձ մեղադրում են, թե երբ որ դուք մի 6 ամիս առաջ, մի կես տարի առաջ, չէ,
այդ կուսակցության մեջ էիք, պաշտպանում եք, այո, ես դեռևս մի քանի անգամ ասել եմ, ես ներսում մշտապես ասել եմ այն հարցերի մասին, որոնց հետ ես համաձայն չեմ եղել, բայց պահելով կուսակցական էթիկայի եւ կուսակցական ամբողջ սկզբունքները, կուսակցական լինելու սկզբունքը, կուսակցության մեջ անդամ լինելու սկզբունքը, ես ստիպված եմ եղել հաճախ լռել, հաճախ էլ սխալ կոճակ սեղմել, որովհետև ամբողջն է այդպես ցանկացել։ Իսկ հիմա փոշմանել եք լրության համար։ Եկավ մի բան, որ ընդամենը մեկ հարցում ես կտրականապես հրաժարվեցի անել այն, ինչ իրենք ցանկանում էին, երբ որ խոսքը վերաբերվում է պարոն Աղազարյանի հետ կապված, երբ որ ես առաջարկեցի, որ պետք է ստեղծել մեր ներսում, պետք է ստեղծել առնվազն մի 4-5 հոգուց բաղկացած խումբ, ուսումնասիրենք այդ գործը, հետո նոր հանրությունը իմանա դրա մասին, նոր հանրայնացնենք, ինձ անմիջապես դուրս գցեցին, շպրտեցին դուրս կուսակցությունից, ապացուցելով, որ իսկապես իրենք ազատ խոսք չեն սիրում, իրենք չեն ուզում, որ որևէ մեկը հանկարծ ինքնուրույն բան ասի, իրենք չեն ցանկանում տեսնել մեկին, որը հարգում է իր կարծիքը, իրենք ուզում են տեսնել մարդկանց, ովքեր բոլորը միահամուռ համակարծիք են մեկ մարդու հետ։ Այսինքն այլ խոսքը, այլ ընտրանքը ԿՊ-ում տեղ չունի։ Այո։ Իսկ հիմա փոշմանել եք լրության համար, պարոն Ասլանյան, հիմա լրության համար չեք փոշմանել, որ այդքան ժամանակ տեսել եք ու չեք բարձրացել։ Եթե ես պետք չի այդ բառերի ետևից ընկնել, եթե պարոն Աղազարյանը, ես, մենք դուրս ենք եկել եւ կուսակցություն ենք ստեղծել ու ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանը առաջիկա ընտրություններում մենք ամեն ինչ անելու ենք, որ նա չդառնա վարչապետ, դա արդյոք փոշմանելու բան չի, ինչու է հենց հուզական բառեր մեջտեղ բերում, քաղաքականության մեջ հուզականություն պետք չէ մտցնել, պետք է մտնել հետևյալը, այս մարդիկ հստակորեն արտահայտում են, այս մարդիկ ասում են, մենք պայքարելու ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը, որը մեր կարծիքով, գուցե մենք սխալվում ենք, մեր կարծիքով ամբողջությամբ ավարտել է իրեն, որովհետև հարցեր կան, որ եթե երկրի վարչապետը, երկրի իշխող ուժը 7 տարի չի լուծում, ոնց կարող է հույս ունենալ, որ նորից պետք է ընտրվի, այդ ժողովրդին ինչով են խաբելու, նոր հայոյանքներով, նոր դոգիզմով, չգիտեմ ինչով են խաբելու, որովհետև օրինակի համար, երբ որ 4 տարի առաջ էին ասում, ես ասում եի, գիտեք ինչ, 4 տարին միասեք, այնտեղ պատերազմ է եղել, որ իշխանությունները հնարավորություն չեն ունեցել դրսևորվելու, այնտեղ COVID է եղել, չեն դրսևորվել, դուք մաքուրն ասեք։ Մաքուրը 21 թվականից մինչև հիմա արդեն 4 տարուց ավել է, 4 տարվա մեջ ժողովուրդն ասում է 7 տարի, եթե դուք հակակոռուպցիոն պայքար եք մղում, ինչու մինչև հիմա ոչ մեկը նստած չէ, ինչու Ռոբերտ Քոչարյանը պատասխան չի տալիս երկիրը թալանելու եւ երկիրը ծախելու համար, ինչու Սերժ Սարգսյանը պատասխան չի տալիս երկիրը ոչնչացնելու, բանակը ոչնչացնելու, այն բոլորի համար ինչ որ արել են նրանք, մեր կուսակցության ստեղծման իսկ պահից մենք հայտարարել ենք, չենք համագործակցելու Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ նրանց առանցքում գտնվող ուժերին, որտեղ մենք գտնում ենք, որ նրանք են այս երկրի ամենամեծ վնասատուները, որոնք մեր երկիրը տարել են կործանման։ Երիտասարդներն այսօր շատերը սխալ ինֆորմացիայի տակ, քանի որ նրանք չեն տեսել Քոչարյան, Սերժ Սարգսյան ժամանակահատվածը, չեն տեսել, հեշտ են խափնվում։ Դուք երիտասարդները չեք տեսել, չեք իմացել, կամ խոսքով եք իմացել, թե ինչ քաղաքական հետապնդումներ են եղել, ինչ քաղաքական սպանություններ են եղել, ինչպես է երկիրը վաճառվել, ինչպես են հանքերը վաճառվել, ինչպես է ունեցվածքը տրվել պարտքի դիմաց, հասկանում եք, այդ բոլորը իմ եւ իմ տարեկիցների մաշկի վրայով է անցել,
թե ինչպես է նրանց կառավարման տարիներին շուրջ 1 միլիոն մարդ հեռացել երկրից, 1 միլիոն մարդ այն երկրից, որը իբր թե հաղթանակած էր, իրենք ասում են մենք հաղթանակել էինք, հաղթանակած երկրից մարդիկ չեն փախչում, հաղթանակած երկրից մարդիկ մնում են ու հզորացնում 94 թվականից հետո մինչև 20 թվականը Արցախից, Լեռնային Ղարաբաղից 160,000 անոցից մնաց 102,000-ը, թղթի վրա 120,000-ը, բայց 102,000-ը մնաց։ Այդ մարդիկ Ադրբեջանը չէր լարել նրանց, այդ մարդիկ հեռացել էին հաղթանակած երկրից շուրջ 40,000-ից, չէ, ավելի քան 40,000 մարդ փոքրիկ Արցախից գնացել էր, 40,000 մարդուց 1/3-ը կռվող ուժ է, այսինքն ամենակիչը մոտ 15,000 կռվող ուժ է հեռացել։ Հայաստանից մոտ 1 միլիոն է հեռացել, այսինքն մոտ 300,000 կռվող ուժ է հեռացել, բանող ուժ է հեռացել։ Ինչի մասին եք խոսում։ Փաստերը դրեք իրար կողք ու տեսեք, թե ինչից եկել, ինչ է գնացել։ Հիմա այս իշխանությունը, որը հեղափոխության անվան տակ եկավ, բոլոր մարդիկ երազանք ունեին, որ վերջ կտրվի սոցիալական անարդարությանը, վերջ կտրվի հենց այնպես երկրի թալանին, վերջ կտրվի համակարգային կոռուպցիան չէ, վերջ կտրվի ընդհանրապես կոռուպցիային, ուզածը երկրի հիմքը քանդում է առաջին հերթին կոռուպցիան, որտեղ կոռուպցիան խփում է մարդու բարոյականությանը, կոռուպցիան ինքը նշանակում է Բայց Նիկոլ անբարոյականություն։ Փաշինյանը ասում է հիմա կոռուպցիա համակարգային չկա, այլևս Հայաստանում վերահսկված է։ Համակարգային չկա, բայց այն միջին օղակում սարսափելի աճած է, միջին օղակում։ Համակարգայինն է, որ այդ բոլոր հավաքվեր, տարվեր, ասենք այդ 15-20 հոգուն հասներ իրենց։ Այդտեղ կտրված է, գուցե ամբողջությամբ չէ, գուցե ինչ որ ձևով կա, ես չգիտեմ դա, բայց միջին օղակում պարզ ցույց է տալիս, որ հանցագործությունները, կաշառակերության համար բռնած մարդիկ, սկսած օրգաններից, սկսած վարչություններից, սկսած քաղաքապետարաններից, ամեն տեղից մարդիկ են բռնվում, բա ոնց է վերջացրած։ Իրենք ասում են, որ հիմա այս փուլում իրավապահները լավ են աշխատում, դրա համար էլ բացահայտումները այդպես շատ են լինում։ Իսկ 7 տարի ուր էին չէին աշխատում, բայց 7 տարի դու մարդը ճիշտ հայտարարեց, որ 7 տարի ինքը մնացել է նույն դասարանում։ 7 տարի նույն դասարանում մնացած մարդը ինչու պետք է երկիր ղեկավարի։ Պարոն Ասլանյան, նորից անդրադառնանք եկեղեցուն ուղղված էս արշավին։ Շատերը այսպես են մեկնաբանում, որ քանի որ կաթողիկոսը եկեղեցին շատ կոպիտ վերջերս շատ կոշտ արձագանքում է Ադրբեջանի նրանց ուղղված բառնալիքներին, տարբեր հարթակներում բարձրացնում է Արցախի հայաթափման հարցը, ու սա բարկացրել է իշխանություններին, այդ պատճառով էլ նման կերպ են արձագանքում։ Դուք կիսում եք այս տեսակետը, արդյոք սրանով է պայմանավորված, որ եկեղեցին կոշտ է արձագանքում Ադրբեջանին։ Դա վարչապետի եւ իշխանության գործը չէ, թե եկեղեցին ոնց է արձագանքում։ Դու վարչապետ ես, գնա քո վերջակետությունը արա։ Դու իրավունք չունես, դու իրավունք ունես եկեղեցի գնալու, բայց դու իրավունք չունես եկեղեցուն աշխարհ բերելու։ Եթե նույնիսկ եկեղեցին կոպիտ է խոսում Ալիևի մյուսների հանդեպ, լավ է անում, դա իր իրավունքն է։ Ես չեմ արդարացնում, ես ասացի, քիչ առաջ ես ասացի, որ ես հավատացյալ չեմ, բայց ես հարգում եմ եկեղեցին, որովհետև որպես պատմաբան ես գիտեմ, որ քիչ առաջ ասացի եկեղեցու դերը մեր ամբողջ պատմության մեջ, երբ որ մենք չենք ունեցել պետականություն, եկեղեցին ինչ ջանքեր է գործադրել, որպիսի ժողովրդին հավաք պահի, որպիսի կարողանա նրա գոյությունը պահպանի։ Հիմա դու եկել ես իշխանություն ես, նրա գոյությունը պահպանվել է, դու աշխատիր
պետությունը սարքել, ոչ թե պետությանը գոյությունը պահպանելու համար կռիվ տուր։ Այս ամբողջ կռիվը պետությունը պահպանելու, ոչ թե զարգացնելու, հզորացնելու, այլ պետությունը պահպանելու, պահպանելը վատ բան է, պաշտպանել է պետք, դոշով, ուղեղով, ոնց ասեմ ձեզ, ես գտնում եմ, որ եկեղեցուն իրավունք չունի ոչ ոք կպնելու, առանց անկախ նրանից, թե եկեղեցու մարդիկ ինչ են խոսում այնտեղ, դա իրենց հոգևոր դասն է, դա իրենց հոգևոր աշխարհն է, ես դեմ եմ դրան, ու նորից եմ ասում, նորմալ երկրում վարչապետը այդպիսի գրառումից հետո ստիպված կլներ հրաժարական տալու։ Պարոն Ասլանյան, Նիկոլ Փաշինյանը նաև այսպիսի մի հարց էր բարձրաձայնում իր գրառումներով, ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա կաթողիկոսի ընտրության հարցում։ Այսինքն կարծես միտքային էր, որ իշխանությունը եւս կարող է միջամտել կաթողիկոսի ընտրությանը։ Մենք թեոկրատիկ երկիր չենք։ Մենք աշխարհիկ երկիր ենք։ Դեռևս բոլշևիկների ժամանակ օրենք էր ընդունվել, եկեղեցին անջատված է պետությունից։ Դպրոցը անջատված է եկեղեցուց։ Առաջ դպրոցները եկեղեցին էր հիմնում, ծխական դպրոցները չէ, եւ մնացած ասենք։ Բայց հիմա չկա դա։ Դու պետություն ես, դու գնա քո պետական գործերը կատարի, գլուխդ կախ կատարի։ Քաշի բոլոր նրանց ականջները, ովքեր քո պետականությանը, քո ներսում են վնաս տալիս։ Այսօր մեր պետությունը ներսից է քայքայվում։ Եվ դա շատ վատ է, որովհետև այս ամբողջ տարածքն անցնած, գիտեք, այնքան խոսելու բան կա, այնպիսի մտքեր են գալիս հիմա այդ fake edge-երը, քպեական, այսպես մոլերանտները ինչ ասես կգրեն, ասեք, որ գրածները ջնջեք դուք ինքներդ, ես չեմ ուզում իջնել նրանց մակարդակին, ես անձամբ ջնջում եմ, երևի բոլորը նկատել են, որ կներեք, ես ոչ մի բանի տեղ չեմ դնում դրանց գրածները, որովհետև մի անգամ մի արդով ասել եմ, որ ինչ որ ինձ գրում են, դա թողեթա իրենց ընտանիքին, իրենց մորը, իրենց քրոջը, որովհետև կայացած մարդը հայոյանք չի տալիս, հասկանում եք, դուք երբևէ տեսել եք կամ պատկերացնում եք, որ Հրաչյա Աճարյանը հայոյանք տար, հնարավոր չի, կամ Վիկտոր Համբարձումյանը, կամ այդ կայացած մարդը հայոյանք չի տալիս, կայացած մարդը գործողություն անի։ Իսկ չէ կարծում, որ սա նաև պարոն Ասլանյան։ Հայոյանք տալիս են այն մարդիկ, ովքեր ինչ-որ ձևով արդեն սեռաքաղց են դարձել, կներեք արտահայտությանս։ Իսկ չեք կարծում, որ սա նաև արվում է հանրությանը շեղելու ինչ-որ թեմաներից, նման այս հայհոյանքները, նման խոսույթը, չեք կարծում, որ նաև այս նպատակը ունի։ Կարող է լինել դա էլ կարող է լինել, գիտեք ինչ կա, ես ասել եմ ու կասեմ, ուրեմն 1 տարի է մնացել նոր ընտրություններին։ Այս ընտրություններում ՔՊ-ն չի կարողանալու իրենց գլխի տակ փափուկ բարձ են դրել, կարծում են, թե չի կարողանալու հասնել իր ուզածին։ Եվ քանի որ ցայտնոտի մեջ են ընկել, իրենք փորձում են նոր բան բերել, որպեսզի դրանով ինչ-որ ձևով ձայներ տանեն։ Օրինակ ինչ է նշանակում, ասենք, կրթությունը նորաձև է։ Նորաձև է, այո։ Կրթությունը երբեք նորաձև չի լինում, կրթությունը հիմնավոր է լինում։ Ու ես քիչ առաջ համաժողովի էի,
ես նախարարին ուզում էի դա ասել, որ այդ համաժողովները եւ այլն դուք միայն մտածեք մի բան, ամբողջ համաժողովի շուրջ երևի 300 մարդուց ավել նստած էր, 300 մարդու մեջ, ուրեմն տղամարդկանց թիվը 1% չէր կազմի։ Կրթությունը սկսվում է դրանից, երբ որ չեն հասկանում կոնկրետ տիկինը չի հասկանում, որ կրթությունը նորաձև չպետք է լինի, կրթությունը պետք է հասկացվի որպես հոգեբանություն։ Դպրոցում սովորել ես, ճիշտ է թե ոչ։ Պարզ հոգեբանորեն, ես ինչու եմ դա ասում, որտեղ շուրջ 35 տարուց ավել ես դասավանդել եմ։ Երբ որ որևէ ուսուցիչ մտնում էր ձեր դասարան, որին դու հոգեբանորեն ընդունում էիր, նրա դասը դու խանգարում էիր, ոչ։ Նրա դասին ինչքան հաճելի էիր նստում, որտեղ դու հոգեբանորեն ինչ էիր արել, քեզ պատրաստել էիր նրա դասին, ու երբ որ այդ մարդը ներս է մտնում իր դրական աուրայով, քեզ համար դասը հաճելի է դառնում, անկախ նրանից, թե դու ինչ աստիճանի սովորող ես։ Ուրեմն կրթություն առաջի հերթին այս պարոնայք, տիկնայք եւ պարոնայք, չգիտեմ, պետք է հասկանային, որ կրթությունը նորաձև չի լինում, կրթությունը լինում է հոգեբանական, հոգեբանություն, փոխիր մարդու հոգեբանությունը կրթության նկատմամբ եւ տես թե նա ինչպես է սովորում, որովհետեւ նրա հոգեբանությունն է պետք փոխել, իսկ հոգեբանությունը փոխվում է ոնց։ Հոգեբանությունը փոխվում է այն պայմաններում, երբ որ դու դպրոցում կարողանում ես այնպիսի վիճակ ստեղծել, որ ամենաքիչը 50%-ը դասավանդողները պետք է լինեն տղամարդիկ, որպեսզի մեր տղաները կանացի դաստիարակություն չստանան։ Իրականում մեր տղաները կանացի դաստիարակություն են ստանում։ Ես չեմ ուզում սրանով մեր կանանց կին ուսուցչուհիներին ինչ որ վիրավորել, բայց դա կանացի դաստիարակություն է։ Տղամարդու երեխան մտնում է դասարան, չի տեսնում տղամարդու գործողություններ, չի տեսնում տղամարդու կերպար, չի տեսնում տղամարդու խոսք, չի տեսնում տղամարդու սկզբունք, տեսնում է կին, որի մեջ նա ոչ թե կին է տեսնում, այլ մայր։ Բոլոր տղաները եւ այդ տղաները չեն ձևավորվում որպես իսկական տղամարդ, մտածող տղամարդ, վերլուծող տղամարդ, չեն դառնում այն տղամարդը, որը կարող է պաշտպանել իր հայրենիքը, կնոջը, ընտանիքը, որովհետև ինքը դառնում է միշտ պաշտպանվող, որովհետև եթե ինքը ուսուցչուհու մեջ տեսնում է մայր, իսկ մայրը միշտ պաշտպանել է զավակին, ինքը իրեն լավ է զգում, որ իրեն պաշտպանող կա։ Այս գեղեցիկ նոտայով էլ անցում կատարենք արդեն մի փոքր ներքաղաքական հարցերին։ Պարոն Ասլանյան, փաստորեն դիմությունը ձեր թեկնածուին, ձեր եւ պարոն Աղազարյանի մերժեց Էդմոն Մարուքյանին։ Ասում են, մենք չենք ուզում Նիկոլ Փաշինյանին փոխարինել Նիկոլ Փաշինյան 2-ով։ Ինչ է կանելու։ Ես այդ մասին խոսել եմ արդեն։ Մեր թեկնածուին չէ։ Դա մեր թեկնածուն չէր։ Պարոն Մարուքյանը ընդդիմության թեկնածուն էր։ Դուք եւ պարոն Աղազարյանն եք առաջարկել։ Այո, մենք առաջարկել ենք, բայց մեր թեկնածուն չէ։ Մենք առաջարկել ենք այն բանից հետո, երբ Հայաստան դաշինքը հայտարարել է, որ եթե պատիվ ունեմը բերի 8 ստորագրություն, ապա մենք որևէ առարկություն չենք ունենա եւ կտանք մեր 28 ձայնը։ Ասել են։ Այսինքն այստեղ էլ է տղամարդկությունը։ Դրանից հետո Հայաստան դաշինքը հայտարարել է, որ մենք ինքներս առանց նախապայմանների կտանք մեր 6 ստորագրությունը։ Ահա այդպիսի կոնտեքստում պարոն Աղազարյանը եւ ես որոշեցինք պատգամավորական առաջարկ անել։ Մենք երկուսս արեցինք եւ ասացինք. պատիվ ունեմ, դուք հայտարարել եք,
որ առանց նախապայմանի կգաք եւ կտակ։ Եվ եթե արդեն 8-ը լինի, նաև Հայաստան դաշինքը կմիանա եւ դա կմտնի արդեն լիագումար նիստ։ Հիմա ինչ տեղի ունեցավ։ Մարդիկ կարծում են թե դա մեր համար չէր։ Ասեմ, որ սա սահմանադրական գործառույթ է։ Սահմանադրական։ Մեր տեխնացության հարցը չի։ Էդմոն Մանուկյանը մեր տեխնացուն չի։ Մենք առաջադրել ենք այն սկզբունքով, որը սահմանադրությունն է պահանջում, որովհետև impeachment ստեղծելու համար, impeachment-ով գնալու համար, անհրաժեշտ է գոնե մեկ պատգամավոր, որպեսզի այդ առաջարկությունն անի։ Մենք երկուսով արել ենք դա, ասել ենք մենք առաջարկում ենք այդպիսի բան, քանի որ դուք ասել եք, որ մենք չենք որևէ նախապայման դնի, եկեք ստորագրեք։ Նրանք էլ ասել են, եթե դուք 8 ստորագրություն բերեք, ուրեմն մենք էլ կստորագրենք։ Հիմա մարդիկ հրաժարվեցին իրենց խոսքից։ Բայց մենք հայտարարել էինք։ Հիմա իրենք փաստորեն ապացուցեցին, որ իրենք չեն ցանկանում Նիկոլ Փաշինյանի դեմ որևէ գործառույթ սկսել, որովհետև Ինչու, որովհետև այսօր քաղաքական դաշտը գտնվում է այդ երկու ուժերի ձեռքին եւ նրանք ցանկանում են մեկը մեկին վախցնելով նոր ընտրություններում նորից հայտնվել այդ նույն պայմաններում գնալ ընտրության ու հաղթել, որովհետև չեն ցանկանալու որ թողնեն որ քաղաքական դաշտ նոր ուժ մտնի, բայց մտնելու է։ Նոր ուժ է մտնելու, որը մի կողմ կշպրտի եւ ընդդիմադիրներին, որոնք բոլորովին էլ ընդդիմադիր չեն, որոնք եկել են իմ կարծիքով եւ այդպես էլ կա, որոնք եկել էին միմիայն իշխանությունը վերցնելու, հիշում եք իրենց հայտարարություն, մենք գնում ենք խորհրդարան, խորհրդարանում խրամատավորվելու եւ իշխանությունը վերցնելու։ Ինչու, որտեվ նրանք հսկայական քանակությամբ կախվածություն ունեն իրենց ունեցվածքներից եւ նրանց համար ձեռնտու չի որևէ նոր իշխանություն, ահա թե ինչու նաեւ այս 7 տարի է ապօրինի գույքի բանով ընդամենը կոպեկներ են վերադարձվել այն միլիարդների դիմաց։ Քրեական գործերով են անցնում շատերը ընդդիմության ներկայացուցիչներից։ Այսինքն եթե իշխանության հետ այդպես լավ լիներ ամեն ինչ, ինչու պետք է դատարաններում լինեին նրանց։ Բայց դա էլ խաղ է, որովհետև ոնց կարող է մի գործը 7 տարի ձգվել։ Շատ գործեր փակվում են վաղեմության սկզբունքով։ Չի կարելի որ մի գործը 7 տարի ձգվի, 5 տարի ձգվի, 2 տարի ձգվի, այտենց լավ է, կձգեն, նորից ընտրվեն, նորից ձգեն, նորից ընտրվեն, նորից ձգեն, իսկ երկիրը ոչնչանում է։ Երկրի այսօր ճակատագիրը կախված է նրանից, թե առաջիկա 1 տարում ինչպես պետք է ոչ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ նրանց առաջքի ուժերը եւ ոչ էլ ՔՊ, ինչպես պետք է հնարավորություն ստեղծվի, որ նրանց երկուսին էլ դուրս որոշակիորեն դուրս մղվի այս դաշտից եւ դաշտ գան այն մարդիկ, ովքեր իսկապես գալու են չխաբելու ժողովրդին, չստելու ժողովրդին եւ գալու են, որպեսզի շարունակեն հեղափոխության իսկական հեղափոխության։ Մեզ ասում են դուք հեռացել եք, մենք չենք հեռացել, մենք բազմաթիվ ասել ենք, մենք հեղափոխության սկզբունքներից, նրա բարոյական արժեքներից չենք հեռացել, իրենք են հեռացել, որովհետև եթե այսօր մենք նստենք ու սկսենք բացատրել, դուք կտեսնեք, որ մեկը ես, պարոն Աղազարյանը եւ ես, մենք ոչ մի ձևով հեղափոխական գաղափարները չենք չարաշահել։ Մենք հեղափոխության մարտիկներ ենք եւ կոչ ենք անում բոլոր այն ուժերին, ովքեր ուզում են իսկապես ազատվել այս ընդդիմությունից, որը ամեն րոպե
հասնում է մինչև այնտեղ, էդ էլ ասեմ։ Նա հասնում է մինչև այնտեղ, երբ որ Նիկոլ Փաշինյանը մատ է թափ տալիս վրները, որ հանգիստ նստեք, վեր ընկեք տեղները, թե չէ պատվալներում կփակեմ, ինչու, որովհետև գիտի, որ բոլորն էլ մեծ մասը ունեն իրենց այն կետերը, ինչպես ասում են, ռուչկեքը, որից կբռնեն ու կխցկեն։ Այսինքն, այս ընդդիմությունը շատ լավ համագործակցում է իշխանության հետ։ Իշխանությունն էլ ասում է, դու պետք է խոսես մինչև այնտեղ, որտեղ ինձ հանկարծ չկպնես, ինձ կպար թե չէ, կեթաս կկորես։ Պետք է գան մարդիկ, ովքեր մաքուր են, խեղաթյուրված հոգեբանություն չունեն, ովքեր իսկապես պրոֆեսիոնալ են, ովքեր հայրենիքը ոչ թե սիրում են իրենց կեցվածքներով, այլ իրենց կեցությամբ։ Հասկանում եք, հայրենիքը, հայրենասիրությունը կեցվածք չէ, հայրենասիրությունը բաժակաճառ չէ, հայրենասիրությունը դրոշ վառել չէ, հայրենասիրությունը կեցվածք է, ապրելաձև է, երբ որ դու տանջվում ես հայրենիքիդ հասցրած ամեն մի ցավի համար, այնքան բան կա ասելու, բայց չեմ ուզում այլևս։ Շնորհակալ եմ զրույցի համար, այս գեղեցիկ նոտով էլ ավարտենք այսօրվա մեր զրույցը։ Շնորհակալ եմ հարգելի հեռուստադիտողներ մեզ հետևելու համար։ Ես հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրը Ազգային ժողովի պատգամավոր, նորաստեղծ ՄԱՍ կուսակցության փոխնախագահ Հակոբ Ասլանյանն էր։